քանի օրից ազգային ժողովը այդ հանձնաժողովը տեղավորելու հայտարարությունը այդ հանձնաժողովի կազմը ինչպիսին է լինելու իշխանությունը ղեկավարելու անդամներից հակառակ դերով ինչպես է գնահատում որովհետև անցած գումարմանը միջադեպեր եղան, որոնք այդ հանձնաժողովի բացակայության պատճառով ինչ-որ չքննվեց եւ այլն այդ հանձնաժողովը ինչ արդյունք է տալու։ Շնորհակալություն։ Իրապես էթիկայի հանձնաժողով կստեղծվի, դա արդյունք է նրա, որ նախորդ գումարման ազգային ժողովի վերջին նիստում ենք համապատասխան փոփոխություն կատարեցինք կանոնակարգ օրենքում ազգային ժողովի։ Էթիկայի հանձնաժողովը ըստ արդեն փոփոխված կանոնակարգ օրենքի պետք է բաղկացած լինի հավասար թվով պատգամավորներից մեծամասնությունից եւ ընդդիմությունից։ Առաջին նախագահ հանձնաժողովի կլինի որը ժամանակավոր հանձնաժողով է լինելու 2 տարով, բայց հետո կթարմացվի բնականաբար։ Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, հետո 6 ամիս հետո իսկ տեղակալ ընդդիմությունից, հետո 6 ամիս հետո կփոխվեն եւ այսպես շարունակ։ Եվ արդեն երբ որ ստեղծենք դրանից հետո խմբակցությունները իրենց անդամներին կներկայացնեն, ես կարծում եմ սա լավ փոփոխություն է, որտեղ նախկինում անդադ ասում էին ինչ որ X հարցով էլի, ասում են ստեղծեք հանձնաժողով, հիմա կա այդ հանձնաժողով, եթե հարցեր լինեն, այդ հարցերը քննարկվեն հանձնաժողովում, միանգամից ասեմ, կարող է այդ հարցը ծագել, էլի, բա որ մեկի հարցով դիմեն էթիկայի հանձնաժողովն էլ որոշի, որ էթիկայի խախտում ա եղել, ինչ ա լինելու, սանկցիա որպես այդպեսին չի կարող լինել, բայց ինքնին են փաստը, որ պատգամավորները իմանան, որ կա էթիկայի հանձնաժողով, եւ եթե իրենք էթիկայի կանոնները խախտեն, համապատասխան դիմում կլինի, ինձ թվում է արդեն իսկ դա հանրային ճնշում է ակնկալվող, լրագրողների ակնկալվող հետաքրքրությունը կարող է զսպող գործոն լինել եւ օգնել մեզ իմ առաջարկած բարեկրթության օրակարգի հարցով։ Համեցեք։ Բայց արդեն պատասխանել են հարցին, համեցեք։ Պարոն Հովինյան, ձեր քաղաքականությունը հիմա անընդհատ խոսում է Ադրբեջանի խաղաղության պայմանների մասին։ Այդ ամենի ֆոնին այսօր ուժեղ Հայաստան դաշինքի աշխատանքի ղեկավարը Նարեկ Հարապետյանը հայտարարեց, որ ապագայում պլանավորում է հակասահմանության օրենագիր ներկայացնել ազգային ժողովում, որով ցանկանում են սահմանափակել Ադրբեջանի քաղաքացիների ուսումնի ժամանակ կազմվածը, նշում է, որ 10-ից ավելի պետք է ադրբեջանցիները լինի Հայաստանում եւ չկարողանալ գույք գնել։ Այդ ամենի վերաբերյալ ձեռքբերումն է շնորհակալություն։ Շնորհակալություն, ես կոնկրետ նախագծերի մասին չեմ ուզում կարծիք հայտնել, մանավանդ երբ որ այդ նախագծերը շրջանառված չեն, կներկայացնենք, հասկանանք։ Բայց ո՞վ է այս ամենի ֆոնին։ Դուք չլսեցիք իմ պատասխանը։ Դե շնորհակալություն։ Համեցեք։ Ալբանիան հայտարարության ընթացքում դիմադրները հատկապես Հայաստանի ներկայացուցիչները համաձայն համոզվում են երեխայի բաժան ադրբեջանցիներով հիմա սահման անցկացրեցին Թուրքիայում ըստ նպատակը որն է օրակարգ բացակայություն։ Չգիտեմ նպատակը որն է, բայց ես կարծում եմ, որ այդ արդեն հասկանում եք, ես շատ բառեր են արժեզրկվել։ Ինչ բառ ասես կա, արժեզրկվեց այս վերջին 6 տարվա ընթացքում։ Ժամանակն է հրաժարվել կլիշեներից, դոգմատիկ բառերից։ Հիմա դուք տեսաք, որ ընդդիմադիր գործընկերներից մեկը ինձ հարցնում էր թուրք տեսել եք թե ոչ, պարզվեց ինքը ադրբեջանցի է տեսել, շփվել է հետը եւ ես կրկնում եմ, այստեղից եմ կրկնում, ոչ մի վատ բան չի արել, թող ինքը չարդարանա, ձեզ էլ եմ օրդորում մեղադրական հարցեր չտալ այդ երիտասարդ պատգամավորին, բայց սա ցուցիչ է, որ ֆեյք թեմաներ են, ինչ որ փուչիկներ են դրանք, որ հա օգտագործվում են երևի միմյանց կերպարը վնասելու համար կամ հարձակում են միմյանց կերպարի վրա, բայց հենց դա է բերում նրան, որ բովանդակությունը կորում է, դրա փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի քննարկել բովանդակությունը, թեկուզ կոշտ կերպով, թեկուզ սուր կերպով, բայց ճիշտ կլինի քննարկել բովանդակությունը։ Համեցեք։ Իդեպ Արմատ մեդիայի ներկայացուցիչ, եթե ուզում է հարց տա, ես դեմ չեմ, կարող տալ։ Համեցեք։ Դիմանիները հասարակ համագործակցության ինչ-որ պատրաստ է, որքան կան պատրաստ է, ինչպես հնարավորություն է համագործակցությունը հատկապես այն որոշումների կայացման հարցում, որոնք վերաբերելու են ընդհանրապես հայտնի ժողովրդին։ Չգիտեմ, կապրենք, կտեսնենք, ըստ աշխատանքի դա կերևը։ Շնորհակալություն։ Համեցեք։ Հա, հերթով իրար հետո։ Չէ, հետո դուք
Շնորհակալ եմ։ Եվ հարցս ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Վարդան Կարապետյանը գիտեք, որ հայտարարել է, որ հրաժարվելու է աշխատավարձից եւ արխիվավճարից, բայց նրա ղեկավարած խմբակցության անդամները կստանան աշխատավարձ, կհրաժարվեն արխիվավճարից։ Նախ ձեր վերաբերմունքը Կարապետյանի եւ նրա խմբակցության այս որոշմանը, հիշում եմ նաեւ Վարդան Կարապետյան կա ազգային ժողովում այդպիսի պրակտիկա աշխատավարձերի վճարման հետ կապված, որ ինչ որ մեկը աշխատում է ամրացահատույց, չի ստանում աշխատավարձ եւ նաեւ պարտավորություններից հրաժարման մեխանիզմ է։ Ինչպես է գործում։ Շնորհակալ եմ, չկա նման մեխանիզմ եւ պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, այլ բան, որ ինքը կարող է ստանալ աշխատավարձը եւ չգիտեմ, տալ ինչ որ մեկի, դա իր գործն է արդեն, նույնն էլ վերաբերվում է պարգևավճարներին, բայց աշխատավարձը ինքը պիտի ստանա եւ կստանա։ Մնացածը իրենց գործն է, ես կարող եմ ասել, որ մենք մեր խմբակցության պատգամավորներս չունենք եկամուտի այլ աղբյուր, ամենայն դեպքում ես չունեմ եկամուտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է եւ ցավոք չեմ կարող հրաժարվել աշխատավարձից։ Բայց չգիտեմ, եթե հարուստ լինեի, կարող է եւ կարողանայի, չգիտեմ, բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ սա այսինքն եւս մեկ ցուցիչ է, որ խնդիրները առաջացնում են, երբ որ բիզնեսն ու քաղաքականությունը հատվում են, բայց ամեն դեպքում պարոն Կարապետյանի իրավունքն է, իր որոշելիքն է, բայց խնդրում եմ առանց արձագանքի, որ հասցնենք ժողովուրդ համեցեք։ եւ որպես հավելում հակապարտության կողմից ուսումնասիրում է իր կողմից գործարքները, դիմումները, հավելում պարզվի կորուպցիաների մետաղները։ Պարոն Առաքելյանը միայն Ալեն Սիմոնյանի թիմակիցը չէ, նաեւ իմ թիմակիցն է։ Պարոն Առաքելյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Ես պարոն Առաքելյանին պատվո մեդալով եմ պարգևատրել վերջին տարիներին իր շատ լավ աշխատանքի համար, ոչ պարոն Սիմոնյանը ինձ նման խնդրանքով չի դիմել, ձեր մյուս հարցի մյուս մասով ես որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց չեմ կարծում, որ հնարավոր է այն ինչ դուք նկարագրում, շնորհակալություն։ Եվ գերեւի 24 նույն, չէ՞։ Բայց արդեն տվեց ձեր գործընկերը հարց։ Շնորհակալ եմ։